Հայաստանում ժողովրդին միավորող մի հատ մեծ ուժ կա հավատը, եկեղեցին, որ էքզիստենցիալ պայմաններում հնարավոր է, որ եկեղեցու զանգերը հնչեն ու ժողովրդին ոտքի հանեն։ Այդ վերջի բանն եմ վերացնում։ Կաթողիկոսը իրան շատ հետաքրքիր է երբ է իրանց հետաքրքիր եղել կաթողիկոսը կուսակրոնա լևիա գնում, թե մեր կանանց հետ է ժամանակ անցկացնում, թե ոչ մեկի դա չի հետաքրքրել երբևէ։ Դրանով չեն ապրել։ Ու մեկ էլ հիմա հանկարծ դրանով սկսում են ապրել ու հանում են իրար դեմ, բախում են, արժեզրկում են եկեղեցին։ Զանգ հնչեցնողին։ Զանգ հնչեցնողին։ Ուրեմն Հայաստանում պետք չի լինի միավորող հզոր ուժ։ Պետք է լինեն փոքրիկ 5000 հոգու միավորող, 2000 հոգու միավորող, 1000 հոգու միավորող խմբեր, որոնք են ահռելի մարտահրավերներ, որ կան Հայաստանին, որոնք դրանց դեմ առնել չեն կարող։ Այս ընդամենը քաղաքական նպատակը սա է, քաղաքական նպատակը, այդ ուրիշ բան, տեղից կբխի հաջորդ քայլը, ասենք Էրդողանը կուզի կաթողիկոսին փոխել իր կաթողիկոսի նշանակեն։ Պուտինը ուզում է, որ կաթողիկոսին կպնեն Թուլանա, կաթողիկոսը կպնի Նիկոլին, երկու շուն կռվեն, ինքը իր ծրագիրը լուծի հայերի նկատմամբ, Հայաստանի նկատմամբ։